Այսօր ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստին ձուկ մականունով հայտնի ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նիստը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանի թույլտվությամբ ազգային ժողովից հեռացրել է ժողովուրդ օրաթերթի լրագրողներին։ Ազգային ժողովի падգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոչ ոք լրագրողներին ազգային ժողովից դուրս հրավիրելու իրավունք չունի։ Նշենք, որ Դավիթ Առաքելյանը լրագրողներին զրկել էր ազգային ժողովի հավատարմագրումից ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնչորյանին ազգային ժողովի միջանցքում սահմանված վայրում հարց տալու համար։ Հիմա հարցը գտնվում է դատարանում։ WhatsApp հավելվածում ստեղծվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը, որից տարբեր մարդկանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին հայտնել է երրորդ նախագահի գրասենյակը։ Երրորդ նախագահի գրասենյակն արդեն դիմել է համապատասխան մարմիններին տեղեկացնելով զեղծարարության մասին եւ պահանջելով արգելափակել կեղծ օգտահաշիվը։ Խնդրում ենք չպատասխանել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ անձնական տվյալ, ասված է հաղորդագրության մեջ։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները Սոֆիա Կաթ ՍՊ-ին պատկանող կատնամթերքի արտադրությունում իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից։ Սոֆիա թթվասեր 18% յուղայնությամբ արտադրված 23-12-2025 թվականին, պանիր լոռի արտադրված 0.12-2025 թվականի, կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված չանախ պանի տեխնոլոգիայով արտադրված 0.12-2025 թվականի։ Ըստ հետազոտության արդյունքների Սոֆիա թթվասեր 18% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ եւ խմորասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Կատնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը Սոֆիա թթվասեր 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։ Արտադրողին տրվել է նշված խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին։ Վերահսկող մարմինը սահմանել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Պեկից տեղեկացնում են, որ կեղծ ալկոհոլային խմիչքները եւ կեղծ աքսիզային դրոշմանիշներով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել Հայաստանյան շուկայում։ Այսպես Պեկ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրանքներ։ Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ակնհայտ կեղծ աքսիզային դրոշմանիշներով եւ նույնականացման միջոցներով ստվերում շրջանառվող 844 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք, 46720 տուփ տարբեր տեսակի ծխախոտային արտադրանք եւ 372 հատ էլեկտրոնային ծխախոտ։ Հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկած իրական գործունեությամբ զբաղվող 7 ֆիզիկական անձի կողմից առանց աքսիզային դրոշմանիշների եւ նույնականացման միջոցների ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքեր։ Իրավախախտման դեպքերով կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ հարուցվել են վարչական վարույթներ։